Բարև Ֆակտոր TV յուրա Ալիք մեդիայի հիմնադիր Արսեն Խարատյանն է, ողջույն, պարոն Խարատյան։ Տեսեք, վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում մի կոմպոնենտ է մտել, դա հարավկովկասյան երկաթուղիների հետագա գոյության, գործունեության փաստն է, եւ այս հարցը ավելի է հետաքրքրանում Թրամփի ուղու շահագործման տրամաբանության մեջ, եւ վարչապետը Պուտինին գիտենք տարեվերջին 25-ի առաջարկում էր կառուցել այն հատվածները երկաթուղու որոնք բացակայում են եւ վերցնել ըստ էության տնօրինման, բայց նաեւ մենք գիտենք, որ այս երկաթուղային ընկերությունը ռուսական բավական լուրջ ճգնաժամի առաջ է պայմանավորված ուկրաինական պատերազմի հետ, ֆունկցիոնալությունը փոխել է, ավելի ռազմական մատակարարումներ եւ էլ նաեւ Հայաստանում իդեպ գործող ճյուղը բավականին մասնաճյուղը բավականին վատթար իրադրությունում է, համարյա շահույթներ չկան, այ ինչ սպասել պարոն Խարատյան այս առումով արդյոք ապավինել ռուսական կողմին եւ ենթադրել Թրամփի ուղու մասնակցություն։ Կարծեմ հենց ձեզ մոտ եւս այս մասին քննարկում ունեցել ենք դեռևս սեպտեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում էր, այն ժամանակ դեռևս ոչ բաց խոսվել էր երկաթուղու այն հատվածների վերականգնման մասին, որոնք չեն գործում, խորհրդային շրջանից այս կողմ չեն գործում, իսկ մասնավորապես Ախուրիկի հատվածը, որը գիտեք մեծ պատկերում այսպես ասած դեռ ցարական շրջանից 1899 թվականից է կառուցվել, իդեպ հայաստանյան հատվածը հարավային Կովկասում ամենաուշն է կառուցվել եւ ամենափոքրն է։ Եթե նայելու լինենք 19-րդ դարում երկաթուղու կառուցումը, որը առավելապես Բաքվի նավթը պիտի հասցներ դեպի Սևծով, դա արվում էր Ռոթշիլդների եւ Մանթաշևների փողերով, չնայած ցարական Ռուսաստանի եւ այն ժամանակ հարավային Կովկասի եթե կարելի անվանել գուբերնատոր, հա, ուրեմն նի գլխավորությամբ, այնտեղ վրացական եւ կարծեմ, որ սա կարեւոր նախապատմություն է, որպեսզի հասկանանք, թե ուր ենք հասել հիմա, հա, այնտեղ ամենաբարդ համակարգը Վրաստանում էր կառուցված, դեռևս 1860-ականներից արդեն կար Խաշուրի այդ կենտրոնական կայանը, որը Մոսկվայից դեպի Կարծ գնացող նաեւ գծի մի մասն էր։ Հայաստանյան հատվածը ավարտվել է 1899-ին դերես Նիկոլայ Ցարի օրոք եւ այնտեղ կամուրջներ կան, որոնք այն շրջանից էս կողմ դեռևս չեն նորոգվել։ Բայց սա այսօր գործող Թբիլիսի-Երևան գծի մասն է։ Մենք խոսում ենք արդեն դրա շարունակության մասին, դեռ չենք էլ խոսում այն մասին, որ այդտեղ էլ անելիք կա, իսկ մասնավորապես ուրեմն Գյումրի Ախուրիկի հատվածը դեպի Թուրքիայի սահման շատ ավելի քիչ գործ կա հայկական հատվածում անելու, որքանով ինձ է հայտնի Նախիջևանի մասում, այսինքն Արարատի մարզում եւ կա, գիտեք, Տավուշի մարզի այն հատվածը, որը բենտոնիտի գործարանով գնում է դեպի ուրեմն Ադրբեջան։ Սրանք են այդ կտորները, որոնք հայաստանյան մասով, եթե պիտի ռուսական այսօր կոնցեսիոն կառավարում իրականացնող Յուկաժեդեն կամ Էրժեդեն, եթե պիտի դա իրականացնի, ապա սրանք են այն հատվածները, որտեղ պիտի ուրեմն ամրացման կամ վերականգնման վերանորոգման աշխատանքներ արել։ Շատ ավելի այսօր կշանակեք ձեր միտքը, բայց այս հարցին էլ անդրադարձեք, այսօր ավելի բարձր են հնչում այն ձայները, որ եթե Ռուսաստանը չի կատարում իր կոնցենսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները, նաև ցանցի արդիականացում եւ այլն, շատ լավ հնարավորություն է բանակցել եւ ռուսական կողմին ասել, որ դադարեցնեն այդ պայմանագիրը Հայաստանի Հանրապետությունը վերցնի, այդպիսի հավանականություն կամ անհրաժեշտություն կա այսօր։ Հայաստանի Հանրապետությունը չունի ոչ այդ կարողությունը, ոչ այդ գիտելիքը եւ ոչ էլ ենթակառուցվածքները, որպեսզի երկաթգծեր նորոգի եւ ուրեմն նույնիսկ կառավարելի պահի ցավոք։ Չի ունեցել նաեւ խորհրդային շրջանում։ Իսկ ամերիկյան կողմի փոխարեն ունեցել է Ադրբեջանը։ Վտանգն էստեղ է, վտանգ չասեմ, բայց խնդիրն էստեղ է։ Ավելին ասեմ, դերևս խորհրդային շրջանում, երբ Ալիև հայրը կառուցում էր այս գործած երկաթգիծը, որը գալիս էր Կապանով, Մեղրիով գնում էր դեպի Նախիջևան, դա նույնպես, չնայած խորհրդային Հայաստանի տարածքով էր անցնում, բայց դրա կառավարման գործընթացը Բաքվից էր արվում։ Այսինքն կարողությունները երկաթգծի գործունեությունն ապահովելու, վերանորոգելու եւ այլնի ադրբեջանական կողմը ունեցել է ավանդաբար խորհրդային շրջանից։ Այդ ամենը խորհրդային միության մեջ էր, այդպես չէին խորանում այն ժամանակ, բայց Հայաստանը այսօր էլ չունի դրա կարողությունը։
Սա եւ մասնագիտական կարողություններ են, եւ ենթակառուցվածքների, եւ գործիքակազմ, գործիքների ֆիզիկական եւ այլն։ Գիտելիքի, այն։ Այսինքն եթե Ռուսաստանին ուղարկում ենք, լավ, խնդիր չեմ տեսնում, ով է անելու դա։ Ուղարկում են նկատի ունեն դադարեցնում է, ասում են իրեք պարտավորություններ ունեք չեք իրականացրել եւ այդ խնդիրն իդեպ կա նաեւ այսօրվա գործող պայմանագրի շրջանակներում Հայաստանը նույնիսկ այն ինչի վրա, որովհետեւ նայեք, տեսեք, մեղրի հատվածը, որը պիտի վերականգնվի, դա չի մտնում կոնցեսիայի մեջ այսպես թե այնպես, հա։ Նախ դա պիտի հասկանանք, դա ով է անելու, այդ 42 կամ 44 կիլոմետրանոց հատվածն ով է անելու։ Դե Թրամփի ուղու բայց ֆիզիկապես ում ենք տալու որպես ընկերության։ Մրցույթ հայտարարել։ Կառուցելով այս պահին Ադրբեջանը գալիս է այդ Բալկանները շարելով գալու։ Հիմա ինչ ուրիշ տեղից ինչ որ մեկին ենք բերելու։ Չգիտեմ։ Ավելի մեծ խնդրեմ կա Նախիջևանի հատվածում։ Ադրբեջանի վրա բան մնացող, այսինքն եթե նայելու լինենք Օրդուբադից, այսինքն ամենահարավից դեպի Երասխ եկող ճանապարհի հատվածում բավականին լուրջ աշխատանք կա անելու։ Ես մի քանի ամիս առաջ Բրյուսելում էի եւ եվրոպացի գործընկերների հետ խոսելիս իրենց տարելցույց էին տվել եւ ադրբեջանցիները եթե պիտի այդ հատվածը վերականգնվի արդեն ինչ որ կոնկրետ բյուջետային բան ունեն մոտ 1 միլիարդի է հասնում դրա վերականգնումը իրենց գնահատմամբ 800 միլիոն էին խոսում այսինքն իրենք մտածում են որ դա կարող է նաեւ եվրոպական ներդրումներով արվի եթե այդպես է արվելու իրենք նաեւ զուգահեռաբար քննարկում են Կարս Իգդիրը այսինքն Թրամփի ուղի կոչվածի հնարավորինս քիչ հատվածը Հայաստանին թողնել, հա, հասնել Նախիջևան եւ այնտեղ արդեն Թուրքիայի տարածքով բարձրանալ դեպի հյուսիս, բայց դա հսկայական ծրագիր է, խոսում էին այն մասին, որ շվեդական եւ ճապոնական ներդրումների հետաքրքրություն կա, չգիտեմ որքանով է դա ռեալիստական եւ չգիտեմ ինչքանով, բայց սկսել են արդեն իրենք դա անել։ Հիմա Հայաստանին առավել ձեռնտու է բնականաբար, որ այդ ճանապարհը ոչ միայն Մեղրիի հատվածում լինի, այլև Նախիջևանով գա, հասնի Երասխ եւ այնտեղից շարունակի դեպի Թուրքիայի սահման, որովհետեւ Հայաստանի տարածքով հնարավոր հաճախ անցնեն։ Գյումրի Կարս նկատի ունենք։ Գյումրի Կարս չի հասնում, այսինքն եթե հարավից նայելու լինեք, Երասխից Ախուրիկով գնա դեպի Թուրքիա։ Հասկացա։ Այս հատվածներն են, որոնք ուրեմն ռուսական ընկերության տնօրինման տակ են այս պահին գտնվում եւ այդտեղ եթե համաձայնություն չլինի, ես ենթադրում եմ, որ սա քաղաքական, այսպես ասած, եթե կուզեք քաղաքական դիվանագիտական աշխատանք է, Ռուսաստանին առաջարկվում է եկեք ներդրում արեք, համել կլինեք այս ամեն ինչի մասը, եթե չեք անում, մենք պիտի դիտարկենք այլ հնարավորություններ։ Հիմա արդյոք արդեն իսկ դիտարկել են այլ հնարավորություններ, որոնք են լինելու այդ հնարավորությունները, ինչ ընկերություններ կարող են գալ եւ այս որտեվ հաշվի առեք եւս մի հանգամանք, ռուսական եւ եվրոպական մոդելները տարբեր են երկաթգծի։ Այսօր անգամ երբ Ռուսաստանից գնում ես դեպի Եվրոպա, ռելսերի չափսերի տարբերություն կա, հա, այսպիսի հարցեր կան եւ այդ դեպքում ինչ է լինելու, որ ընկերությունները կարող են լինել, ազգայնացնելը լուծում չի։ Եթե հեծի պարագայում ես ամեն դեպքում միտք ասեմ, տեսեք Թրամփի ուղու տրամաբանությունը այն է, որ ստեղծում է համապատասխան ընկերությունը, որը պատվիրակում է ընկերություններին ստեղծել երկաթուղիներ, ավտոճանապարհներ եւ այլն։ Եթե մինչեւ այդ ընկերության ստեղծում արդեն Մեղրի հատվածի կառուցումը ռուսական կողմի հետ լինում է շփում եւ ռուսներն ասում են չենք կարողանում, փող չունենք, նպատակարմիր չի եւ հազար ու մի այլ բաներ, միգուցե Թրամփի ուղու մեջ մտցվի այն բացակայող երկաթգծերի հատվածների վերակառուցումը։ Դա ինչ է կարծում ամերիկյան կողմին հետաքրքիր սցենար։ Կարող է լինել, բայց ավելի շատ Հայաստանի Հանրապետության որոշելիքն է, գուցե ինչ որ կոորդինացիա։ Թրամփի ուղին մեծ հաշվով այսօր այն ընկալումը, որ մենք ունենք գոնե, որտեղ մոդալիտիները դետալներին դեռևս վերջնականապես տեղյակ չենք, առավելապես վերաբերում է Մեղրիի հատվածին, հա, այդ հարավի 44 կիլոմետրին։ Արդյոք դրա շարունակությունը պիտի լինի, կրկնում եմ, Նախիջևանով դեպի Հայաստան եւ հետո դեպի Թուրքիա, թե շրջանցելու է Հայաստանն ամբողջությամբ եւ գնալու է Նախիջևանի հարավով դեպի Ագուլիսով, ասենք թե դեպի Թուրքիա։ Չգիտենք, բայց Հայաստանը կարող է միակողմանի քննարկել այլ ընկերությունների հետ դրա հնարավորությունը, պարտադիր չի, որ այդ հատվածների հետ կապված ամերիկացիների հետ որևէ բան կոորդինացնի։ Սա այլ հարց է եւ պիտի հասկանալ։ Այստեղ ավելի կարևորն է, թե արդյոք ունենք ալտերնատիվ սցենար, արդյոք կառավարությունն այսօր, եթե ռուսների հետ բանակցում եւ արդյունքում ոչինչ չի ստանում, վերանայում է կոնցեսիոն պայմանագիրը, վերապատվիրակում է կամ սկզբում ազգայնացնում, հետո վերապատվիրակում է։ Դրա կարողությունն ունի, չունի։ Հա, այսինքն որքանով է պատկերացնում դրա կառավարումը։
Հեծը եթե մի բան է, որտեղ այնուամենայնիվ տեղի մասնագետների պակաս չկա, մենեջմենտը մի կողմ եմ դնում, հա, ապա այստեղ իսկապես կարող է մասնագիտական կարողությունների հարց առաջանալ։ Չեմ կարծում, թե դա ամենամեծ խնդիրը կլինի, որովհետև հնարավոր է գտնել ընկերություններ, որոնք կգան, բայց դա նաև կախված է լինելու, թե ինչ տրամաբանությամբ է այս ամենը վերանայվելու, որովհետև օրինակ եթե հեծի օրինակի վրա նայելու լինենք, այս պահին արդեն գիտեք, որ լիցենզիայից զրկել են Սամվել Կարապետյանին, ինչը նշանակում է, որ 3 ամսվա ընթացքում պետք է կամ որոշեն ազգայնացնում են կամ գտնեն նոր ընկերություն, գնորդ ես բացառում եմ, որ կարողանան գտնել, որովհետև այն կերպը ինչպես այս ընկերությունը վերցվել է անկախ քաղաքական շղարշից, որևէ լուրջ կազմակերպության համար վտանգների եւ սպառնալիքների մեծ փաթեթ է պարունակում, բայց մենեջմենտի կառավարման արտապատվիրակում գուցե կարող են անել եւ միաժամանակ ես ենթադրում եմ, որ սա ազգայնացվելու է ընթացիկ հասկանալով, թե ինչպես են բանակցվելու Սամվել Կարապետյանի հետ, որտեղ արբիտրաժում որոշումներ են լինելու առաջիկայում եւ այնպես չի, թե հնարավոր է լինելու առանց որևէ փոխհատուցման այս ընկերությունը πάει։ Հիմա ինչպես կարելի է անել նույնը կոնցեսիոն կառավարման տակ գտնվող ուրեմն Հայաստանի երկաթուղի հետ կապված իմ միակ հույսն այն է, որ եթե կա այդ սցենարը, ապա արդեն իսկ բանակցվում է կամ արդեն իսկ որոշակի պատկերացում կա, թե ով է զբաղվելու այս գործով, կրկնեմ, գիտեք, կարող է վրացական ընկերություն լինել, իսկ ինչ է եղել։ Վրացիները դրա կարողությունն ունեն եւ այդ կերպ օրինակ Վրաստանը նույնպես ներգրավվի, սա բացարձակ տեսական դաշտից եմ խոսում, ես չունեմ այդպիսի տեղեկատվություն, բայց տարածաշրջանում կան այլ երկրներ եւ վրացական երկաթգիծը կրկնեմ շատ ավելի բարդ եւ շատ ավելի խիտ համակարգ է, քան մերն է եւ տեսել ենք, որ բավականին առաջընթաց ունեն ընդհանուր առմամբ առավելապես ասեմ Չինաստանի հետ համագործակցությամբ, ինչը նույնպես հետաքրքիր էլեմենտ է։ Հա, դե Չինաստանը ամերիկացիների կարմիր գիծն է, մի քիչ բարդ է։ Գուցե, այո, եւ չգիտենք ինչքանով է Ռուսաստանը համատեղել։ Հա, չէ, ես նկատի ունեմ օրինակ գնացքները կամ վագոնները Չինաստանից էին բերում։ Հիմա օրինակ Ռուսաստանից տեխնիկա կան, այսպես։ Այո, եւ վերջին անգամ երբ ես գնացքով էի գալիս Թբիլիսիից, բավական որակյալ գնացքներ, վագոններ են ռուսները բերել, յուրաքանչյուրը $1 միլիոն արժողությամբ, մաքուր, բավականին որակյալ, մարդիկ ովքեր ճամփորդում են երկաթգծով վստահ եմ կհաստատեն սա, այնտեղ խնդիրը ժամանակի մեջ էր, այնտեղ խնդիրը օրինակ անձնագրային վերահսկողություն եւ մաքսային վերահսկողություն անցնելու մեջ էր, երբ մի անգամ գիշերվա կեսին հայաստանյան վրացական կողմում են մարդիկ գնացքից դուրս գալիս այդ ամեն ինչով անցնում, հետո մի անգամ նույնը անցնում են Հայաստանում, օրինակ այդտեղ եթե կարողանայինք համատեղել ժամանակ կշահեինք եւ մնացած խնդիրները ժամանակը օրինակ Թբիլիսի-Երևան 10 ժամ, 12 ժամի փոխարեն, որ կարողանանք հասցնել 6-7 ժամի, մի քանի տեղ կամուրջների ամրացման եւ ուրեմն ռելսերի վերանորոգման հարցեր, բայց ես այս ոլորտի մասնագետ չեմ, ես իմ անձնական փորձով եմ կիսվում։ Շատ լավ, պարոն Խարատյան, տեսեք, մենք խոսում ենք մեր տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հավանականությունից եւ մեր խնդրից էինք խոսում, հա։ Նախորդին Ադրբեջանի տարածքով Հայաստան են մտել ռուսական ծորենի խմբականակ, նաեւ Գևորգ Պապյանը Factor TV-ին այսօր նաեւ տեղեկացրեց ինչ ապրանքներ են քննարկվում, որ Հայաստանից Ադրբեջան կարող է տեղափոխվել, հա, այսպես ալյումինի, փայլաթիթեղ, հումք եւ նման այլ բաներ, սննդամթերք եւ այլ։ Այս մեր ռեգիոնալ դիսկուրսը թվում է, թե մի տեսակ չի բռնում միջազգային այսօրվա խոսակցության հետ, որտեղ քաոս է, անկայունություն է, որտեղ ինչ որ ձերբակալում են մի երկրի նախագահի, հետո հավակնություն դրսևորում ԱՄՆ նախագահի կողմից Գրենլանդիայի նկատմամբ, որտեղ Եվրոպայում սարսափով են հետևում, թե ինչ է լինելու Ամերիկայի հետ, ինչ է լինելու Ռուսաստանի հետ, Ուկրաինայի հետ, իրենց անվտանգության խնդիրները թվում է մենք մի այլ մոլորակում ենք ապրում եւ շատ հեռու ենք այս ամենից, արդյոք իրոք հեռու ենք, արդյոք չի ազդվելու մեր տարածաշրջանը սրանից, թե հնարավոր է նաեւ երբ որ աշխարհում խաղաղ է, մենք պատերազմում ենք, երբ որ աշխարհում պատերազմում են, մենք խաղաղ ենք, այդպիսի համակերպության ձևաչափի կան։ Դե տեսեք, այնուամենայնիվ տևական ժամանակ է, մենք ունենք մի քանի առանցքային հատվածներ, որտեղ թեժ կետեր կան, հա, Մերձավոր Արևելքը չի դադարում։ Իրան չմոռանանք։ Դե մեզ համար ամենա երևի առանցքային խնդիրն է, որից անմասն մնալ չենք կարողանալու ոչ պարտադիր այսպես ասած ուղիղ մեզ վրա ազդեցությամբ ռազմական կամ այլ, բայց այն փոփոխությունները, որոնք Իրանում են տեղի ունենում հիմա եւ
այն արդյունքները, որոնք կտեսնենք, անուղղակի եւ ուղղակի կերպով մեզ հետ են առնչվելու նաեւ այդտեղից պետք ուշի-ուշով պիտի հետևենք։ Բայց երեք այո, իրավիճակը ունիկալ է այդ իմաստով, որ մենք ակտիվ պատերազմական են փուլերը, որոնք որ անցել են եւ հիմա դեռևս ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, բայց գոնե առանց կրակոցի մի տարի ենք ունեցել եւ կարծես թե առաջընթաց կա Հայաստան-Ադրբեջան կոմունիկացիաներում խոսակցության մեջ, այո, մենք կարծես թե դեռևս կարողանում ենք զերծ մնալ ուժային կենտրոնների ոտքի տակ ընկնելուց, եթե կուզեք, հա։ Հիմա այդ տեսակ նկատի ունեք Հայաստանը եւ Ադրբեջանը որպես Վրաստանն էլ իր Հարավային Կովկասը, եթե կարելի է այդպես անվանել, եւ այս տեսանկյունից Հարավային Կովկաս ռեգիոնի հետ կապված խոսակցությունները կարող են ակտիվանալ, եթե իհարկե կարողանանք լուծումներ գտնել եռակողմ ձևաչափով ինչ որ լուրջ հարցեր քննարկելու, այդ երկաթգիծը Վրաստանի ներգրավելու օրինակ տրամաբանություն դրանցից մեկը կարող է լինել։ Էներգետիկայի ոլորտում անելիքներ կան Վրաստանի հետ հատկապես մենք 10 տարուց ավել է խոսում ենք կայանի կառուցման մասին Ալավերդիում, հիմա օրինակ շատ լուրջ խնդիր ունենք նրա հետ, որ ցերեկային արևային էներգետիկայի պատճառով մենք գիշերը լուրջ ավելցուկ ենք ունենում էլեկտրաէներգիայի, որովհետև ատոմակայանը չենք կարող կանգնեցնել, մենք այդ 4 հիմնական կոմպոնենտներով ենք աշխատում, ուստի ստիպված ենք այդ էլեկտրաէներգիան Իրանին տալ, իրենք դրա կարիքն ունեն, մինչդեռ կարող ենք օրինակ Վրաստանի հետ կոմունիկացիա ունենալ նաև, մինչդեռ չասեմ նաև Թուրքիայի հետ կարող ենք խոսել, այսինքն որքան շատ է մեր շուրջ այո այդ թեժ կետերը, այնքան ունիկալ է մեր հնարավորությունների ուրեմն տարածքը ինչ որ հարցերում լուծումներ գտնելու, նաև ոչ թե հակադրվելով գլոբալ շահերի եւ բախումներին, այլև ինչ որ իմաստով համադրման հնարավորություններ գտնելու, իհարկե հաշվի առնելով, որ անմիջական հարևանությամբ խոշոր խաղացողներն իրենց շահային դիրքերը չեն մոռանալու, այլ հարցը թե որքանով են կարողանում դրանք իրացնել այս պահին։ Շատ լավ, մենք նկատում ենք նաև բավական մեծ լարվածություն Եվրոպայի եւ Ամերիկայի միջև ներկայությամբ գործընկերներ, որոնց հետ Հայաստանը առանձին որոշակի գործընկերության թելեր ունի, Ամերիկայի հետ արդեն խոսեցինք, Թրամփի ուղին եւ երկկողմ ռազմավարական գործընկերության օրակարգը, որից բխում է նաև արհեստական բանկայնության կամ էներգետիկ ոլորտում այլ հեռանկարներ, Եվրոպական միությունը, որի անդամակցության օրենք է ընդունել Հայաստանի Հանրապետությունը, այ ոնց համադրել, որ եթե նույնիսկ նրանք իրար հետ լրջագույն թեմա են ունենալու, տարանջատել այդ հարաբերությունները եւ էլի ընտրության առաջ չկանգնել, հա, սրան գումարենք նաեւ Իրանի խնդիրը, որի ղեկավարության սպառնում է Թրամփը, այն պարագայում, եթե ցուցարարների, այսպես զոհեր լինեն շատանա, իսկ Թրամփը ցույց է տվել, որ այնինչ որ ասում է, մեծ հավանականությամբ անելու է, վախեցնելու, այսպես տրամաբանությունը չի միայն գործում, էլի, ոնց է, այսպես ասենք, դրսևորվել արտաքին ճակատում, ինչ եք կարծում։ Տեսեք, ԱՄՆ Եվրոպա ուղղությամբ ես չեմ կարծում, թե Հայաստանի հարցում որևէ հակասություն կա, ավելին ասեմ, եթե Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի անդամ կամ պարտնյոր երկրների Եվրամիություն եւ ԱՄՆ պարտնյոր երկրների Կանադայի հետ հակասություն կա, հա, Կանադայի վարչապետը Փարիզում էր նախորդին, նաեւ լարված լինելով նրանից թե ինչ կարող է լինել, հա, այսինքն բայց նույնիսկ Թրամփի եւ Բայդենի վարչակազմերի մեջ Հայաստանի հարցում կամ կարծես թե հակասություն չկար, ուր մնաց մի հատ էլ Եվրամիության։ Ես կարծում եմ, որ այս հարցում, այս կոնկրետ պարագայում էական հակասություններ չեն լինելու, այլ հարցը Իրանի պարագան իհարկե, որտեղ մեզ պետք է կայունություն առավելապես եւ բայց մենք ազդեցության լծակ չունենք Իրանի։ Իհարկե չունենք եւ չենք էլ հավակնում ունենալ։ Հարցն այլ տեղ է, ինչպիսի սցենարներ կարող են զարգանալ եւ որքանով է Հայաստանը պատրաստ հնարավոր սցենարներին, սկսած հումանիտար հնարավոր ճգնաժամից, որ կարող է առաջանալ, եթե այնտեղ լարումը ավելանա, մենք այսօր տեսել ենք արդեն Թեհրանում կառավարական շենքի այրում եւ արդեն իսկ տեսել ենք, որ 30-ից ավել զոհերի մասին խոսք կա, հիմա թե ինչպես է դրսևորվելու ամերիկյան հնարավոր ներգրավվածությունը չգիտեմ, բայց կարծեք թե առանց ուղիղ կոպիտ կոշտ անվտանգային ներգրավվածության Իրանի ներսում այնպիսի ակտիվ գործընթացներ են, որ դժվար են պատկերացնում, թե առանց որևէ բան փոխելու այդ երկրում հնարավոր լինելու կայունություն վերականգնել։ Իսկ մեզ կայուն Իրան է պետք։ Նկատի ունեք, եթե նույնիսկ ԱՄՆ-ն չմիջամտի Իրանում արդեն այսպես հատված է։ Չէի ուզի կանխատեսում անել, թե ինչպիսի
փոխատեղում կամ փոփոխություն կլինի, ինչ ուժգնությամբ, որտեղ այնուամենայնիվ այնտեղ այդպես չի, թե եթե նույնիսկ վաղը իշխանություն փոխվեց, ամեն ինչ շատ արագ կայուն է լինելու եւ մենք գործ ունենք հաստատի 40 տարուց ավելի, այո, իսլամական պետության հետ գործ, եթե այնինչ խոսում է շահի որդին, որի վերջին հայտարարություններն այն մասին են, որ ինքը չի պատրաստվում միապետություն վերականգնել, ինքը ժողովրդավարություն բերելու եւ այսպես միջանցի կամ միջանկյալ ֆիգուր է պատկերացնում իրեն եւ խնդիրը Իրանում ազատություն եւ ժողովրդավարություն բերելն է, դա ինչպես եթե այդպիսի սցենար է լինելու, ինչպես է փոխվելու կամ փոփոխվելու այն հսկայական համակարգը անվտանգային ներքին եւ արտաքին աշխարհի հետ առնչվող, որը այնուամենայնիվ որոշակի կոնկրետ գաղափարախոսության, գաղափարաբանության եւ արժեքների վրա է կառուցված, այս բոլորը շատ բարդ է կանխոտեսել։ Իրանը 50-ից ավել էթնիկ խմբեր ունի, բայց Իրանը պաշտոնապես ազգային փոքրամասնություններ չի դիտարկում, իրանցին է, քաղաքացին է հիմքում, այսինքն բելուջները, ղաջարները, քրդերը, աֆղանցիները եւ ազերիները չեն համարվում առանձին էթնիկություններ, գոնե օրենքի աչքերում, այնտեղ կան կրոնական փոքրամասնություններ, որտեղ ներառված են հայերը նաև, քրիստոնյաներ, հրեաներ եւ այլն, այսինքն իհարկե չի նշանակում, դե Թուրքիան էլ մինչև 2010 թիվ չէր դիտարկում էթնիկ փոքրամասնություններ, բոլորը թուրք էին, հետո ինչ որ փուլում սկսեցին ազատություններ տալ, եթե մենք խոսում ենք պետության ներօրենսդրական քաղաքականության մասին էթնիկ փոքրամասնությունների հետ կապված, այսինքն սա ինչպես էթնոսեկուլյար, ինչպիսի տրամաբանություն ենք տեսնելու, բարդ է շատ հասկանալ եւ կտրուկ փոփոխությունները կարող են եւ Իրանի եւ տարածաշրջանի համար բավական լուրջ գոնե միառժամանակ բարդ իրավիճակ ստեղծել։ Ես չէի ուզի կանխատեսումներ անել, բայց այո, համաձայն եմ ձեզ հետ, որ եթե արևմուտքի տարբեր սեգմենտների հետ Հայաստանի հարցում կարծես թե մեծ հակասություններ չկան, այդտեղ կարող են լինել մրցակցային հետաքրքրություններ, հա, այսինքն TRIP-ում եվրոպացիները ներգրավում են, չեն ներգրավում, դրանք ինվեստիցիաներով են լինելու, թե արտապատվիրակվելու են ինչ-որ եվրոպական ընկերությունների քաղաքական ինչպիսի ներկայություն է լինելու, սրանք հարցեր են։ Իրանի պարագայում մենք բարակ սառույցի վրայով ենք քայլելու, շատ լուրջ դիվանագիտություն է պետք մեզ։ Ամփոփելով ուր է գնում այսպես մեզ մոտ աշխարհը, նկատի ունեմ Ավստրալիան կամ Աֆրիկայի հարավը, մեզ մոտ աշխարհը, Եվրոպան, Ռուսաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ն, այս Իրանը շատ լայն հարց եմ տալիս, բայց ձեզ համար կանխատեսել է այն միջազգային հարաբերությունների թրենդը, որի հետ մենք գործ ենք ունենալ, ուժի գործոնի աճը ինչքանով է մեզ վնասակար, թե դա մեզ չի առնչվում, ինչ եք դուք տեսնում որպես ամփոփիչ։ Մենք ապրում ենք շատ արագ փոփոխվող աշխարհում եւ դա նոր չի, բայց հիմա էլ ավելի ինտենսիվացել է հաշվի առնելով ուժային խոշոր կենտրոնի, ինչպիսին է ԱՄՆ-ն վարքագիծը եւ դա ազատում է շատ այլ խաղացողների ձեռքեր, ռեգիոնալ կայսրություններ կամ գերտերություններ, դրան Թուրքիան էլ է այդպիսին իդեպ, այնինչ ինքն անում է Սիրիայում, հիմա Հալեպում հատկապես եւ քրդերի հետ կապված, որը ենթադրում եմ, որ նաեւ ամերիկացիների հետ կոորդինացված է, այնինչ անում է Սաուդյան Արաբիան Մերձավոր Արևելքում, այնինչ անում է Իսրայելը Իրան միջական հարևանությամբ, դե Ռուսաստանն արդեն անում է դա վաղուց, հա, այսինքն մենք ապրում ենք դեռևս նոր աշխարհակարգը ինստիտուցիոնալ բնույթ չի ստացել, հին աշխարհակարգը ՄԱԿ-ի, եթե տեսականորեն ասենք, հա, ՄԱԿ-ի ցավոք ոչ ֆունկցիոնալ լինելու պատճառով է նաև սա այդպես եւ մենք հասկանում ենք, որ ուժն է ծնում իրավունքը կամ եթե կարելի ասել ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր սկզբունքն է եւ դա արդեն ոչ թե տեսական դատողությունների մակարդակում է, այլև կոնկրետ վարքագծերի հաստատված իրողություն, փաստացի, այսինքն եթե օրինակ 2003 թվականին Բուշի վարչակազմը Իրաք գնալու համար ստիպված էր այնուամենայնիվ գնալ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, հետո անտեսելով դա այնուամենայնիվ անել այնինչ ուզում էր։ Հիմա դրա մասին խոսք չկա ընդհանրապես, հա, այսինքն տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն եւ այլ հարցերը նույնիսկ քննարկման առարկա չի դարձնում ուժեղ խաղացողների շատերը անում են այն ինչ ուզում են կամ եթե կարողանում են եւ դրա միջազգային իրավունքի լեգալության կամ իրավականության շղարշ անգամ խնդիր չեն դնում ապահովելու, ուստի չափազանց զգուշավոր է պետք լինել ռեալ պոլիտիկի լիովին այլ տրամաբանության մեջ ենք ապրում, իսկ սա նշանակում է, որ
դեռևս գուցե գոյություն ունեցող միջազգային իրավունքի կամ քաղաքագիտության տեսություններ չկան, որոնք բացատրում են տեղի ունեցողը, ուրեմն ծնվելու են նոր տեսություններ, որոնք բացատրելու են այնինչ տեղի ունենում հիմա, մեզ որպես բարդ տարածաշրջանում ապրող փոքր պետություն, այո, պետք է արագ եւ շատ ավելի ինտենսիվ հասկանալ տեղի ունեցողը եւ այնպես անել, որպիսի խոշոր խաղացողների առնվազն բախման կիզակետում չհայտնվենք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում հյուրընկալել ենք Արսեն Խարատյանին։